Կաթողիկոսի եւ Արշակ Սրբազանի հարաբերությունները ինչպիսին են։ Ես կարծում եմ դա տեսանելի է բոլորին։ Դա բոլորն են տեսել, որ ամենաամուր պաշտպաններից մեկը թե եկեղեցու եւ թե վեհապարը եղել է Արշակ Սրբազանը, եղել եւ շարունակում է մնալ։ Այսինքն ինքը Արշակ Սրբազանը չունի կասկած, որ կարող է կաթողիկոսի նման բան անել։ Գիտեք, այդ անհետեթության մասին նույնիսկ չենք էլ քննարկել, որ ես իմը ասեմ ունի թե չունի կասկած։ Իսկ հնարավոր պատվեր չով է տարածել։ Քննչականից նույն ակնկալիքը է դա, որ պարզ է։ Հովակերծել եւ տարածել։ Եթե Չէ, ուզում եմ եթե ավարտեցինք, բայց նկատեցինք, որ չենք կարող։ Բավական մի ճշտում էլ էլի, դուք ասացիք, որ ուղարկել եք մայրաթոր այդ փորձակնության արդյունքները։ Իսկ այս ընթացքում պատրաստվել եք կամ գուցե ուղարկել եք նաև Հայաստանում գործող միջազգային կառույցներին, որոնք այսպես պնդում են, որ հետևում են պրոցեսների եկեղեցու շուրջ իրականացվող, կամ էլ որպես մարդու իրավունքների խախտման, դրսևորում եւ այլն։ Միջազգային կառույցների, Եվրոպական միության գրասենյակ, գիտեմ, դեսպանություններ, որոնք ժողովրդավարության մասին Հայաստանի ինչ-որ պարբերաբար հայտարարություններ են անում։ Անկեղծ ասած, այս առումով, տեսագրությունների առումով, այս պահին դրա նպատակահարմարությունը չեմ կարողանում հասկանալ, բայց այս ամեն ինչը հրապարակային է, իրանք բնականաբար դա տեսնում են, արձանագրում են։ Չգիտեմ, չենք քննարկել նման բան եւ դրա նպատակահարմարությունը այս պահին հենց այն գործով, տեսագրությունների գործով չեմ կարողանում տեսնել։ Եթե կա հարցներ։ Եթե ես նիստի եմ, էլի չմոռանանք, շնորհակալություն։